Եկեք մի քիչ բարձրանանք վերև։ Եկեք ստեղ, հեսա մեքենայից բաղիկները վերցնենք ու Հա, դե սա է, պուրակը սա է։ Որպես է, հա, չեմ երել ես։ Բաշապարանի միջոցառում։ Հա։ Հերիքում ա որորի։ Երևանից այկեց։ Շարժվենք կամաց։ Ստեղ ավելի սիրուն կլնի ուշ աշնանը, մեկ էլ գվանը, ուշ գարնանը, մեկ էլ վաղ աշնանը, ծարերը վանարն են, հայ դերևներն են, համարաս դեր բաբարանը վանա, զով ավելի շը, միջալուց էլ եք գնացել ենք աշոցքում էլ էր, շատ լավ եղանակ էր, արև էր, բայց դեն ցուրտը կար, հետարքիր, լավ էին, դե բայց թե ժամներ, թե ինչ պասիվ էին, էլի, քայլում էինք, մի հատ, այսպես ենք գնում, մի հատ մորակուր հանդիպեց, խոսեցինք, ասում մենք ստեղ մի հատ բան ունենք, թաղամաս ունենք, կոչվում է կոճոր, բայց սարի թաղամաս է կոչվում, հետ էլ իրանց սարի թաղներ էլ, ասում է դուք գիտեք, որ մենք 37 տարի ապրում ենք Փայտյա դոմիկների մեջ, ժամանակին 89 թվականի երկրաշարժից հետո Ճումեն ստրոյն է կառուցել, այսինքն որ ամբողջ սովետական միությունը եկել էր ու աղետի գոտում բաներ էր կառուցում, չէ՞։ Այդ ժամանակվան, հայ։ Ասեցինք եկեք գնանք տեսենք, ու բարձացանք երկար հոտի ճանապարհ էր, գնացինք, մենք երեք նկարահանել ենք, ես տես բան չեմ տեսել։ Այդ Փայտյա տնակներ ու տես մեծ թաղամաս, 37 տարի, նույնիսկ հետո մարդկանց սեփականության վկայականներ են տվել, գազաֆիկացրել են, բայց պայմանները որ նայում ես, չէ՞։ Մեր եկանք մեր հերոսների մոտ։
Այս քարոզ արշավի շրջանակներում հələ պետության ղեկավարի խոսքը մեկ էլ մեր հերոսների աչքերի արտահայտությունը։ Ոնց ինչ-որ մեծ դիզոնանս է տալիս։ Մենք ինչ ենք, ուր ենք, որտեղից ենք եկել ու այսօր մի այնպիսի իշխանության ենք արժանացել, որ ընդհանրապես արժեքային մի հատ մեծ դիզոնանսի մեջ ենք։ Պատկերացնում եք։ Հələ մի հատ նայեք, ամեն մեկի հայացքը աչքերի մեջ մի մեծ աշխարհ է։ Իսկ սա ասում է Ղարաբաղյան պայքարը մեզ պետք չէր։ Ղարաբաղ, Արցախ էլ չի ֆռում բանա ասի, էլի, լեզուն ասի։ Սա դա մի մեծ խապկանք էր, դա մերը չէր։ Ով է ասում, որ Ղարաբաղը մերն էր։ Ով է ասում, որ մենք 5000 զոհ ենք տվել։ Ով է դրա պատասխանատուն։ Պատկերացնում եք։ Այս քարոզ արշավի մեխը նրանում է, որ մարդը հստակ բացահայտում է իր դեմքը, իր կերպարը։ Մեզ մնում է ուղղակի ժողովուրդ ջան, հավաքվենք բոլորով, գնանք, ասենք այն ինչ որ մտածում ենք իր մասին։ Մեր քվեով։ Մի հատ խնդրում եմ ցույց տվեք, հələ մի հատ նկարները նայեք, ամեն մեկի աչքը, դեմքի արտահայտությունը, մի մեծ աշխարհ, մի մեծ իմաստություն։ Կյանք ապրելու մի մեծ բան, բայց կյանքը տվել են հայրենիքի համար։ Ինձ թվում է շատ դեպքերում, որ իրանք մեզանից ավելի երջանիկ են։ Իրենք չեն տեսել, թե 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո ինչա տեղի ունեցել Հայաստանի։ Աստված իրանց ավելի շատ է սիրում, քան մեզ։ Ու որովհետև մենք չենք կարողանում փոխենք իրականությունը։ Ու սա մի մեծ փորձություն է բոլորիս համար։ Մենք պետք է անպայման գնանք ու իշխանափոխություն անենք։ Սա անհնարին է։